Չեք արձանագրել, քանիսն են որ ցուցակներից դուրս են մնացել, ովքեր են դիմել եւ ինչ պատճառներով։ Ժամը 16:00-ի դրությամբ մենք տրամադրել ենք 51 տեղեկանք, այս տեղեկանքները այսօրվա դրությամբ ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, ովքեր ունեն ընտրելու իրավունք եւ այդ իրավունքը իրացնելու նպատակով, քանի որ ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից, հիմա այս տեղեկանքի միջոցով ուրեմն ներգրավում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։ Բացի դրանից մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ եւ ոչ միայն քաղաքացիներ, նաև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք, սա 9 ձևի տեղեկանք է կոչվում, երբ մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որպեսզի անձնագրի փոխարեն, անձնագրի փոխանակման դիմումը վերցնում ենք, այս փոխարինող փաստաթղթով է անձը մոտենում եւ իրացնում իր ընտրելու իրավունքը։ Բացի դրանից իհարկե խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում, շատերը մոտենում են եւ անակնկալի գալով, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անուն ազգանունով անձի, որը իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում եւ այդ տեսակ ուրեմն խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել, նման 52 այց ենք սպասարկել, մինչեւ 10-ի հասնող այսպիսի այցելություններ էլ ունեցել ենք մեր այսօրվա շրջիկ գրասենյակում, որ կրկին տեղակայված է համայնքում, որ սպասարկենք նաեւ համայնքի մյուս հատվածում գտնվող բնակիչներին, չստիպելով նրանց հասնել անձնագրային ծառայություն։ Իսկ ինչ կասեք այն մասով, որ նույնիսկ մահացած մարդկանց, անուններն են ընտրացուցակներում հայտնվել, այդ մասով քանի դեպք եք արձանագրել։ Քաղաքացիները չգիտեն ինչ անել, ինչու է այդպես լինում, որ մահացածները հայտնվում են իրենց տանը գրանցված։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամներ այս իրավիճակը լուսաբանում ենք, պարզաբանում ենք, իհարկե չենք զլանում ամեն անգամ կրկնելու, որ մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից, որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը Սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ, եւ բացի դրանից կրկին անգամ շեշտադրեմ, որ մենք ընտրությունների նշանակման օրվանը նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները եւ այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է դուրս բերել անճշտությունները ցուցակներից։ Ներողություն էլի։ Տեսեք, երեք Facebook-յան օգտատեր Հարություն Խաչիկյանը